Ինձ համար բիզնեսում գոյություն չունեն բացարձակ ճշմարտություններ։ Клиент всегда прав կամ աշխատակիցը всегда должен сделать այսինչը, այնինչը։ Չկան նման կնիկված սկզբունքներ։ Տեղ կա, երբ աշխատակիցն է ճիշտ, տեղ էլ կա գնորդը։ Երկու դեպքում էլ գործում ենք ելնելով ստեղծված իրավիճակից։ Օրինակ, երբ աշխատակիցն է մեղավոր, սկզբում բանակցում ենք, որպեսզի երկրորդ անգամ չկրկնվի։ Կրկնվելու դեպքում հրաժեշտ ենք տալիս նրան հիմա եւ այստեղ, առանց հետաձգելու, թե բա լավ մարդ է, կարող է հետո օգտակար լինի։ Հետո շատ բան կարող է լինի։ Աշխատանքից հեռացնելով ոչ չգոլորշիացանք, երբ պետք լինի, կապի մեջ կլինենք, կզանգենք, կշփվենք, բայց հիմա հաջողություն։ Իսկ երբ գնորդն է մեղավոր, ու մի բան էլ ագրեսիվ կերպով մեղքը բարդում է մեզ վրա, բանակցում եմ անձամբ։ Առաջարկում եմ տարբերակներ, ակցիաներ, գրած վնասը փոխհատուցելու համար։ Այո, չնայած մեղքն իրենն է, բայց ամեն բան անում եմ մարդուն գոհացնելու համար։ Եթե չի համաձայնվում, ուրեմն իրեն ուղարկում եմ մրցակցիս մոտ։ Թող իրենց նյարդերն ու բիզնեսն ավերի, որքան ուզում է։ Ես նման գնորդին վարկյան առաջ կարգելափակեմ եւ նմանի պատճառով իմ թանկ աշխատակիցներին չեմ մեղադրի, չեմ պարտադրի անել ավելին։ Աշխարհը լիքն է տարօրինակ գնորդներով, իսկ թիմակիցներս ինձ համար աշխարհարժ են։ Նրանց հատուկ եմ ընտրում, ընկերանում, սիրում, հարգում ու չեմ պատրաստվում ամեն մի ինքնահաստատման կարիք ունեցող թերարժեքության բարդույթով տառապողի համար թիմակիցներից տրամադրությունը գցել։ Սա ես եմ, իսկ դուք